Բարերեկո բոլորին, շարունակում ենք JavaScript ծրագրավորման լեզվի դասընթացը։ Այսօր մեր թեմայում լինելու է փոփոխականները, հասկանալու ենք թե ինչ է փոփոխականը ու ինչի է JavaScript-ում այդքան շատ փոփոխականի տեսակներ, հետո կհասկանանք թե ինչ անուններ տանք JavaScript-ի փոփոխականներին, որն է ճիշտ անուն, որն է սխալ, որն է ընդունված, որը ընդունված չի։ Հետո կհասկանանք այդ հին ու նոր փոփոխականների տարբերությունները ու կարծում եմ այդքանով այսօրվա դասը կավարտենք։ Մեկ էլ մի փոքր պրակտիկ աշխատանք կանենք, որ հասկանանք ոնց ենք նախորդ դասի մեր սովորած տիպերը օգտագործում փոփոխականների մեջ։ Ինչպես հիշում եք, սրանք մեր տիպերն են։ JavaScript-ում մենք ունենք երկու տեսակի type-եր։ Դրանք primitive type-երն են եւ reference type-երը։ Reference-ը ինքնիանով բաժանվում է երկու մասի, reference type-ի special object-ները սրանք են, իսկ ընդհանուր reference type-երը օբյեկտն է array-ը մեկ էլ function-ը, սա primitive type-երը։ Հուսով եմ այս ամեն ինչը սովորել եք, որտեվ սրանք այն հիմնական գործիքներն են, որոնցով որ մենք JavaScript-ում աշխատում ենք։ Դե ինչ, սկսենք այսօրվա դասը։ Ուրեմն JavaScript-ում կա 4 տեսակի փոփոխական, այո, 4 տեսակի փոփոխական։ Առաջինը կոչվում է global։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս global ամեն ինչից հեռու մնալ, որտեղ global-ը դա չարիք է կոդի մեջ, թեխի քիչ հետո կհասկանաք։ Երկրորդը դա var-ն է, var-ը variable բառի կարճ տարբերակն է, variable-ը թարգմանաբար անգլերենից հայերեն նշանակում է փոփոխական, ինչ հետաքրքիր է, չէ՞, ինչպիսի զուգադիպություն։ Երրորդը դա մեր մոտ արդեն let-ն է, let նշանակում է թույլ տալ, եթե էլի փորձում ենք անգլերենից հայերեն թարգմանել, բայց ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չփորձել մասնագիտական ոչինչը անգլերենից հայերեն թարգմանել։ Չորրորդը դա constant է։ Constant-ը դա constant-ի, այսպես ասած, կարճ տարբերակն է, որը հաստատուն է նշանակում, նաև մաթեմատիկայում կա։ Okay։ Ուրեմն այս վերջի երկուսը հետո են եկել, այսքան let-ը և const-ը եկել են շատ հետո, մինչև իրանց, այսպես ասած, ի հայտ գալը, մենք աշխատում էինք գլոբալ փոփոխականներով, որից հետո աշխատում էինք var-երով, դե այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, այս այն ժամանակացի նկատեմ մոտ մի 10 տարի առաջ, մի 10-12 տարի առաջ մի փոքր ամեն ինչ ուրիշ էր, բայց երբ որ ECMAScript 6-ում կամ այսպես կոչված ES 6-ում հայտնվեցին այս երկու հրաշք փոփոխականների հայտարարման ձևերը, let-երը և const-երը, ամեն ինչ ընկավ իրենց տեղը։ Այնպես որ հիշեք, որ let-ը և const-ը եկել են ES 6-ից, այսինքն ECMAScript 6-ից, դե ECMAScript 6-ը, ECMAScript ընդհանրապես 2015 թվականին է ստեղծվել, բայց խի է կոչվում ECMAScript 16, դա այդպես է, կարծեմ հունիս 2015 թվականին է ինքը ֆորմուլերով կա եղել ու դարձել է ECMAScript 6, ES 6։ Ուրեմն սկսենք global-ից։ Global-ը դա պարզապես այն է, որ մենք գրում ենք ինչ-որ մի բան, որը հավասար է ինչ-որ մի բանի, այս ինչ-որ մի բանը մենք կոչում ենք փոփոխական։ Արսրեք, ինչ է փոփոխականը։ Փոփոխականը ինքը հիշողության մեջ ինչ-որ տեղ է, որտեղ մենք պահում ենք տվյալներ։ Ուղղակի JavaScript-ում երկու ձև ենք կարող պահենք։ Լինում է case, այսինքն primitive-ի դեպքում մենք փոփոխականի մեջ պահում ենք արժեքը, իսկ reference-ի դեպքում, այսինքն հղումայինի դեպքում, մենք փոփոխականի մեջ պահում ենք հղում դեպի այդ արժեք։ Դրա մասին մենք խոսելու ենք հետո։ Հիմա ընդամենը ուզում եմ ձեզ բացատրել, որ x-ը դա փոփոխական է, x-ը հավասար է 5, y-ը հավասար է 7, վերջ։ Մենք ստեղծեցինք չքնաղ կոդ, իդեպ մենք կարող ենք անել console log և կարող ենք գումարել x-ին գումարած y և node-ին խնդրել, որպեսզի մեր չքնաղագույն կալկուլյատորը
դուրս անեմ մենք տեսնում ենք 12, այսինքն ինքը աշխատում է, այո, աշխատում է։ Բա որն է սրա խնդիրը, ընդհանրապես էլ եթե ամեն ինչ աշխատում է, ինչի է դուս եկել var-ը, հետո ECMAScript 6-ում դուս եկել let-ը, const-ը, հենա մարդը աշխատում է, գրում ենք x-ը 5, y-ը 7, արդյունքում մենք տեսնում ենք 12։ Okay։ JavaScript-ում կա մի հատ այսպես կոչվող directive, որը կոչվում է use strict։ Ուրեմն use strict նշանակում է օգտագործիր խիստ։ Կհիշեք նախորդ դասին ես ասում էի, որ JavaScript-ը մի փոքր բարդակային լեզու էր մինչև ECMAScript 5-ը, դաժե մինչև ECMAScript 3-ը, ինքը մի քիչ բարդակային լեզու էր ու ով ոնց ուզում գրում էր այդ գլոբալ փոփոխականներ եւ այլն։ Հիմա նայեք, եթե ես գրել եմ use strict ու ես խորհուրդ եմ տալիս միշտ մեր JavaScript ֆայլերի ամենավերևում գրենք use strict, որպեսզի մենք օգտագործենք խիստ ռեժիմ, այսինքն normal ռեժիմ։ Հիմա այս ամենով, եթե մենք փորձենք աշխատացնել կոդը, մենք կստանանք խնդիր։ Մենք ստանում ենք error, իդեպ ինչպես եւ Python-ում, այդպես էլ JavaScript-ում error-ները բավականին մարդկային լեզվով գրված են։ Մեր մոտ նախ նշում է error-ը որտեղ է եղել, մեզ այստեղ է error-ը, ստողի վրա։ Ասում է կոմոդ reference error-ը, այսինքն հղումային error-ը, ու պատճառը այն է, որ x is not defined, x-ը սահմանված չի, գտնված չի։ Եթե մենք փորձենք սա թարգմանել, էլի ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չփորձել մասնագիտական ոչինչ թարգման, բայց ինչ-որ բան էս պարզ չի, մենք մտնում ենք եւ թարգմանում ենք եւ ասում է x-ni определен։ Փորձում ենք հայերեն եւ հղում է սխալ, x-ը սահմանված չէ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սահմանված չէ։ Բայց այդ ոնց նոր աշխատում էր, այսինքն use strict-ը comment ենք անում աշխատում է, use strict-ը comment-ից անում ենք, չի աշխատում մարդը։ Տեսակ։ Սա շատ կարևոր պահ է։ Ընդհանրապես ինչու՞մ է խանգարում գլոբալ փոփոխականները։ Ես դեռևս use strict-ը կանջատեմ, որպեսզի խնդիր չլինի։ Եվ խոսենք մի փոքր սկոպերից։ JavaScript-ում կան մի քանի սկոպեր, մենք այդ սկոպերի մասին կխոսենք հաջորդ դասի ընթացքում, բայց պատկերացնենք սա սկոպ է։ Սկոպը դա տեսանելիության տիրույթ է, թե որտեղից որտեղ կարող ենք տեսնել։ Օրինակ նայեք։ Ես գրում եմ x-ը հավասար է 10։ Իրականում սա հավասարը չէ, ես ասում եմ x-ին վերագրում եմ 10, բայց դեռևս ես չեմ ուզում այդ բառը օգտագործել, հա, որովհետև ուզում դուք հիմա սա որպես մի քիչ մաթեմատիկա նայեք, որ մենք ասենք x-ը հավասար է 10։ Թե չէ իրականում սա հավասարման նշան չէ։ JavaScript-ում ու ընդհանրապես այլ ծրագրավորման լեզուներում հավասարման նշանը դա բուլյան նշան, այսինքն մենք ստուգում ենք հավասար է, թե հավասար չէ։ Սա վերագրման օպերատորն է։ Դուք հիշեք, որ ինքը վերագրում է, բայց մենք դեռ մի փոքր մաթեմատիկա ենք անում, դրա համար все-таки փորձենք այդ սահմանները չանցնենք։ Այստեղ մենք տպում ենք, ասում ենք տպիր x-ը, ու ինքը կտպի 10։ Ինչը նորմալ չէ։ Ինչու նորմալ չէ, որովհետև այլ ծրագրավորման լեզուներից, երբ որ օրինակ ես ինքս, ես ին վրա վերցնեմ, երբ որ ես Java ծրագրավորման լեզվից հետո եկա JavaScript, չգիտեմ ինչու, որոշել էի webkite ստեղծել, ու բնականաբար Java-ով ես չէի կարող webkite-ի ինտերֆեյս ստեղծել, ես Java-ով կարող էի ընդամենը backend-ը գրել, ինձ պետք էր ինտերֆեյս ստեղծել։ Ես եկել էի սովորական, իմ համար սարքել էի սկոպեր, աշխատում էի, մեկ էլ ես վստահ էի, որ այս x-ը չի կարող դուրս գալ այս սկոպի մեջից, որտեղ սա կոչվում է block scope, հասկանում եք։ Ու ընդհանրապես ծրագրավորման լեզուներում, ոչ բոլոր իհարկե, բայց գրեթե բոլոր ծրագրավորման լեզուներում փոփոխականները ենթարկվում են սկոպերին։ Այդ ինչի համար է արված, որպեսզի մենք եթե այստեղ ստեղծել ենք x-ը հավասար է 10, ներքևում օրինակ ստեղծենք, ասենք x-ը հավասար է, օրինակ չգիտեմ, թող լինի Hello Armenia։ Ու մենք
վստահ լինենք, 100%-ով վստահ լինենք, որ այս x-ը ու այս x-ը նույնը չեն, բայց ցավոք սրտի ստեղ նույնն են։ Եթե մենք հիմա տպենք, մենք կտեսնենք Hello Armenia միանշանակ, ինչու, որովհետև այստեղ x-ի արժեքը 10 էր, հետո այստեղ փոխվեց x-ի արժեքը դարձավ Hello Armenia, մենք տեսնում ենք Hello Armenia, բայց եթե մենք հիմա կոնսոլը գանենք մի քիչ վերև, մենք կտեսնենք և 10 և Hello Armenia։ X-ը կոպտագույն խախտումը, ինչ կոպտագույն խախտումը, մենք նույն սկոպի մեջ երկու հատ նույն անունով փոփոխական ենք ստեղծել։ Իդեպ վառն էլ ունի նմանատիպ տենց կոպտագույն մեծ սխալ, որ մենք կարանք ստեղծենք վառ ինչ-որ մի բան, հետո վառ ինչ-որ մի բան ու իրար դրանք աշխատեն, խնդիր չի, կարճ ասած։ Սա գլոբալի առաջի երկրորդ խնդիրն է, առաջի խնդիրը, որ գլոբալը չի աշխատում U-strict-ը միացրած, եթե մենք միացնում ենք U-strict-ը, ինքը ասում է, ոբշեմ կարճ ասած, եղբայր ջան, դու x չունես, ինչն ես փորձում աշխատես, ինչն ես ուզում տպես, դու չունես x, ուր է քո x-ը, չկա քո x-ը։ Հասկացաք։ Սա առաջին խնդիրն էր։ Գլոբալի դեպքում U-strict-ով գլոբալը չի աշխատում, սա մեկ, երկրորդ խնդիրը, որ գլոբալը չի ենթարկվում բլոկ սկոպին։ Ու դա բավականին վտանգավոր է, որովհետև մենք կարող աստեղ ինչ-որ բաներ ենք արել, հաշվարկներ ենք արել եւ այլն, մտածել ենք, որ այս հաշվարկը երբեք չի փոխվելու, մեկ էլ հոպ, այդ հաշվարկը փոխվեց դարձավ 55։ Ու վերջ մեր ընկերությունը սննկացավ, որտեղ մենք այս սկոպի մեջ պահել էինք մեր ամբողջ բյուջեն, եկեք գրենք։ Սա մեր main բյուջեն է, որը թողնի $10։ Մեկ էլ մենք սննկացանք, դարձավ main բյուջեն, տակ 0։ Մենք վստահ պետք է լինենք, որ այս main բյուջեն 10-ը 10 էլ պետք է մնա, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ մենք ստանում ենք 0, որովհետև տակ x չունենք, տպում ենք main բյուջետը, տեսնում ենք 0։ Կարճ ասած, գլոբալի երկրորդ խնդիրները հենց էսա, որ դուք կարող է ինչ-որ միտեղ ստեղծել եք մի շատ կարևոր փոփոխական, կարևոր անունով, ու իրան տվել եք շատ կարևոր արժեք, վստահ լինելով, որ ինքը սկոպից դուրս չի գա, հետո մի 500 տող ներքև կամ մի 1000 տող ներքև էլի նույն անունով փոփոխական եք ստեղծում, իհարկե ցանկալի է փոփոխականները լինեն ունիկալ, բայց մեկ-մեկ լինում են նմանատիպ кейսեր։ Նույն անունով ստեղծում եք փոփոխական, բայց ինքը լրիվ ուրիշ բանի համար է նախատեսված, ու արդյունքում այդ 500,000 տող ներքև գտնվող փոփոխականը override անում այս գրածին, այսքան ջնջում է։ Այս կարևոր կոդը հենց նոր ջնջվեց։ Հասկացաք։ Այնպես որ հիշեք, որ գլոբալը դա վտանգավոր է, դա չարիք է։ Չարիք։ Հասնենք վառը։ Վառը գրենք վառ, հետո արդեն փոփոխականի անուն, օրինակ էլի x, որը հավասար է 10։ Ոնց հասկացաք, իդեպ գլոբալի սկզբում ոչինչ չենք գրում, մենք չենք հայտարարում, որ մենք ստեղծում ենք փոփոխական։ Երբ որ մենք գրում ենք ինչ-որ մի հատ տառ, ինքը արդեն իսկ հասկանում է, որ մենք փոփոխական ենք ստեղծում։ Իսկ երբ որ մենք գրում ենք var կամ գրում ենք let կամ գրում ենք const, մենք այս 3 դեպքերում էլ հայտարարում ենք, որ ստեղծում ենք փոփոխական։ Իսկ գլոբալի դեպքում պրոստը գրում ենք անունը, ինքը փոփոխական է։ Վերջ, ասենք var-ին։ Ինչ խնդիր ունի var-ը։ Նախ ասեմ, որ շատերին թվում է, որ U-strict-ի ժամանակ var-ը չի աշխատում, բայց սխալվում են, var-ը U-strict-ի ժամանակ աշխատում է, եկեք համոզվենք, console log x։ Տեսնում ենք մեր 10-ը, բայց որն է var-ի խնդիրը։ Հենա, U-strict-ում աշխատում է, իդեպ կարանք x-ը սարքենք 20, այսինքն մենք փոխեցինք արժեքը, ի սկզբանե var x-ը հավասար էր 10, հիմա x-ը հավասար է 20։ Այստեղ մի բան ուշադրություն դարձրեք, այս x-ը ինքը գլոբալ փոփոխական չի։ Այսինքն այս x-ը, որ մենք հիմա տեսնում ենք, այս x-ի շարունակությունն է։ Այսինքն դուք պատկերացրեք, որ փոփոխականը դա մի հատ ինչ-որ արկղ է, մենք այդ արկղի մեջ դրել էինք 10, հիմա այդ 10-ը հանում ենք այդ արկղի մեջից, տեղը դնում ենք 20։
ու վառում դա թույլատրված է, ոչ մի խնդիր չկա, խնդրեմ 10 դարձավ 20։ Այսի հասկացանք։ Այսինքն էդ էլ է աշխատում, բայց որն է վառի խնդիրը։ Վառը ունի շատ լուրջ խնդիր։ Առաջի խնդիրը այն է, որ ինքը բլոկ սկոպ չի։ Գրում ենք վառ x-ը հավասար է 10, օրինակ։ Ներքևում մենք ուրիշ կոդ ենք գրում։ Գրում ենք վառ x-ը հավասար է 20։ Կոնսոլը ենք անում x-ը տեսնում ենք 20 ու մտածում ենք ջան, թե այս x-ը չէր, այս x-ը 10 էր, բայց այս վառը ջնջում ենք, ստանում ենք 10։ Այսինքն այս x-ը կարողացավ դուրս գալ սկոպի մեջից։ Այսինքն սա էլ է ոչ բլոկ սկոպ, non block scope, սա էլ է non block scope։ Հասկացաք։ Այնպես որ վառը ունի նմանատիպ պահելաձև։ Էլի մենք էլի ես կամ տարբեր մարդիկ տարբեր ծրագրավորման լեզուներից գալիս էինք, դե գլոբալը հասկանում էինք, որ ինչ որտեղ չարիք է, օգտագործում էինք վառը, ինչ որ սկոպեր էինք հայտարարում եւ այլն, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ դա խնդիր է։ Օրինակ ինչ սկոպ, օրինակ մենք կարող ենք գրենք մի բան, եթե օրինակ 10-ը մեծ է 5-ից, մենք էս անցնելու ենք էս եթե ինչ, ես ուղղակի ձեզ ցույց եմ տալիս, որ սկոպերը դատարկ չեն լինում, սկոպերից առաջ միշտ մի բան լինում է։ Մենք գրում ենք var օրինակ x-ը հավասար է 10։ Մտքովս բան չի ասում, ես գրում եմ եթե 10-ը փոքր է 5-ից։ Տեսնում ենք undefined։ Բայց ինչ կատարվեց։ Նայեք կատարվեց այն, որ եթե 10-ը փոքր է 5-ից, սա կեղծ է։ Ոնց կարա 10-ը 5-ից փոքր լինի։ Չէ՞։ Ինքը չտվեց error, x-ը պետք է տալ error։ Պետք է ասեր եղբայր քո x-ը չի գտնվել, որովհետև այս պայմանը քանի որ սխալ է, այս կոդը չի աշխատել, вообще գոյություն ունի ինտերպրետատոր, հա։ Կոդը վերևից ներքև է կարդացվում։ Դա միշտ հիշեք, ցանկացած ծրագրավորման լեզվի մեջ կոդը կարդացվում է վերևից ներքև։ Կոդը կարդաց, ծիրուն կարդալով, մանգալով եկավ բան հասավ ստեղ, ստուգում տեսավ, ասում է 10-ը փոքր է 5-ից, ասում է ձեռը կառնում, ոնց կարա 10-ը 5-ից փոքր լինի։ Ու ինքը չի էլ մտնում այս բլոկ սկոպի մեջ։ Հետևաբար չի ստեղծվում x-ը, հետևաբար արժեք չենք ստանում։ Հետևաբար մենք ստեղ փոխանակ ստանանք, որ x չկա, հա, ինք ասում է x undefined։ Իդեպ ինչպես հիշում եք, undefined-ը դա primitive type էր։ Բայց ոնց եղավ։ Եթե մենք հիմա let-ով սա ստեղծենք, մենք ստանանք error, x is not defined, ինչը ճիշտ է։ Const-ով սա ստեղծենք, կստանանք reference error, x is not defined, սա ճիշտ է, որովհետև էլ եմ կրկնում, 10-ը 5-ից փոքր չի, եթե 10-ը 5-ից փոքր չի, մենք այս սկոպի մեջ չենք մտնում, եթե մենք այս սկոպի մեջ չենք մտնում, մենք չենք էլ ստեղծում այս փոփոխականը, եթե մենք այս փոփոխականը չենք ստեղծում, մենք այն արժեք չենք էլ տալիս, եթե մենք այս փոփոխականը չենք ստեղծում, ինքը ոնց ստեղ աշխատի, հասկանում եք, իսկ վառի դեպքում աշխատում է։ Հանում ենք այս if-ը, որպեսզի տեսնենք, որ ինքը մեկը աշխատում է, այսինքն վառը բլոկ սկոպին չի ենթարկվում։ Սա վառի առաջի սխալը, հիմա անցնենք վառի երկրորդ սխալին։ Վառը գոյություն ունի մինչև իր ստեղծվելը։ Դա մի քիչ միֆական է, բայց այք պատկերացնենք, ես գրում եմ var, օրինակ hello, որը կլինի hello John Smith, ես string եմ օգտագործում, ինչպես տեսնում եք։ Ստեղ կոնսոլոգ ենք անում, գրում ենք hello, դա ինքը նորմալ է, կոդը կարդացվում է վերևից ներքև, չէ՞։ Այսինքն մեր ինտերպրետատորը
կարդում է կոդը, կարդավ, եկավ, հասավ, ստեղծեց փոփոխական hello, մեջը դրեց string-ը, հետո 12-րդ տողում տեսավ console log, տպեց այդ hello-ն, մենք այդ hello-ն տեսնում ենք։ Ամեն ինչ օրինաչափ է։ Բա որ ես հիմա sense անեմ, այսինքն նայեք, ես հիմա նախ տպում եմ hello-ն, նոր ստեղծում եմ։ Իսկ սա արդեն ոնց հասկանում եք, լոգիկայից դուրս է։ Մենք ոնց կարանք տեսնենք մի բան, ինչը գոյություն չունի։ Ու նորմալ ծրագրավորման լեզուներում, իդեպ const-ում եւ let-ում սա error է, բայց var-ում ինք ասում է undefined։ Տեսնում եք, var-ը չասում ախպեր, stop, էլի, ես ինչ ես դու անում։ Դու 12-րդ տողում ստեղծածդ ուզում ես 11-րդ տողում տեսնել։ Ախր ինտերպրետատորը ներքևից վերև չի կարդում, վերևից ներքև է կարդում։ Հասկանում եք։ Ու մենք սա տեսնում ենք undefined։ Սա var-ի երկրորդ ամենա ինչ որ sense անիմաստ մի բանն է։ Ու սա բոլորիս խճճում էր, ինձ էլ էր խճճում, որտեվ ես չէի հասկանում ու հիմա էլ չեմ հասկանում ինչու է տենց։ Ոնց կարա տենց լինի, եթե ես փոփոխականը հայտարարել եմ 12-րդ տողում, ես այդ փոփոխականի հետ կամ այդ ֆունկցիայի հետ կամ ինչ որ հայտարարել եմ։ Դրա հետ կարամ աշխատեմ իրան հայտարարելուց մի տող ներքև կամ երկու տող ներքև կամ 10 տող ներքև։ Կարևորը ներքև, ոչ թե վերև։ Իսկ մենք տեսնում ենք, որ սա undefined է։ Փորձենք սա գրենք let, կստանանք error։ Ստեղ ուրիշ error ենք ստանում։ Էլի reference error-ը, բայց ուրիշ։ Չի ասում x is not hello is not defined եւ այլն, բարձ բացատրում է cannot access hello before initialization։ Ասում է չես կարող մուտք ունենալ hello-ին մինչև իրան սկզբնավորել է, եկեք copy անենք, սա էլ թարգմանենք, որպեսզի տեսնենք, որ մենք ճիշտ ենք հասկացել error-ը։ Невозможно получить доступ к hello до initializaции, մտնում ենք, փորձում ենք հայերենը, արմենսկի, հնարավոր չէ մուտք գործել բարևին նախքան կարգավորումից առաջ կամ սկզբնավորելը։ Ну, в принципе, մասնագիտական բառերը հայերենում մի քիչ այլձև են։ Տեսակ։ Նույնն է const-ով, կստացի, եթե մենք հիմա գրում ենք const, ստանում ենք նույն error-ը։ Reference error, այսինքն հղումային error-ը չեմ կարող հղվեմ։ Այսինքն ինք ասում է, ես չեմ կարող հղվեմ hello-ի վրա, որովհետև դու իրան ուզում ես օգտագործես մինչև ստեղծելը չես կարող այդպես բանես։ Տեսնում եք ինքը պարզ հայերենով, անգլերենով, պարզ անգլիա հայերենով գրել է։ Չես կարող մուտք ունենալ hello-ին մինչև իրան սկզբնավորելը։ Տեսակ, այսինքն let-ի եւ const-ի դեպքում այս խնդիրը վերացված է, իսկ var-ի դեպքում ոչ։ Անցնենք var-ի երրորդ խնդրին, որը որ ընդհանրապես եկես բլոկսկոպս ու ջնջանք, մեզ ասել որ պետք չէ։ Ընդհանրապես մարդու ուղեղ է մաշացնում։ Ես գրում եմ var hello-ն հավասար է 5, հետո var hello-ն հավասար է 7, հետո var hello-ն հավասար է false։ Սա boolean է, կստացի, false։ Սա շատ սխալ մոտեցում է, ինչու՞ վտանգավոր է։ Ինչու՞ է վտանգավոր։ Նայեք, մենք մի scope-ի մեջ, սա global scope-ն է, script scope-ն է։ Մենք մի scope-ի մեջ ստեղծել ենք 4 հատ hello անունով փոփոխական։ Ու նույն ձև։ Ճիշտ է, եթե մենք հիմա console log անենք hello-ն, մենք կստանանք ամենավերջինը, այսինքն ստեղ ստացվում է հետևյալը։ Ինտերպրետատորը վերևից ներքև կարդալով գնում է, սկզբում տալիս է արժեք hello John Smith, հետո տալիս է արժեք 5, այսինքն ջնջում է hello John Smith-ը տալիս է 5, 5-ը ջնջում է տալիս է 7, 7-ը ջնջում է գրում է false, տեսնում է որ էլ չկա արժեք, դա վերջում ստիպված տպում է false-ը։ Բայց սա վատ է։ Ինչով է վատ։ Դե պատկերացրեք մենք օրինակ մեր script-ի վերևի տողերում ինչ որ հետաքրքիր փոփոխական ենք հորինել, օրինակ
չգիտեմ, var my secret ID ու մեր my secret ID-ին դրել ենք մեր գաղտնի ID-ին, ինչ որ մի հատ ID։ Մեկ էլ մի 500 տող հետո էլի նույն ձև գրում ենք var my secret ID-ին հավասար է բարև ձեզ ով ուզում է թող մտնի ներս։ Տեսնում եք։ Այսքան overwrite է լինում։ Հասկանում եք։ Իսկ եթե մենք սա փոխենք let-ով, մենք կստանանք խնդիր։ Ինքը դաժե չել տպում է, ինքը ասում է syntax error։ Տեսեք, մինչև այդ մենք ստանում ենք reference error, այսինքն հղումային error, չենք կարող հղվեինք։ Հիմա ստանում ենք syntax error։ Syntax-ը դա գրելա ձևն է, syntax error։ Identifier hello has already been declared։ Ասում է կարճ ասած քո hello identifier-ը արդեն հայտարարված է։ Փորձենք թարգմանել, մտնում ենք translate, գրում ենք տպ, մտնում ենք արմիասկի, եւ տեսնում ենք syntax-ի սխալ, բարև նույնականացուցիչն արդեն հայտարարված է։ Իդեպ տարօրինակ է, որ VS Code-ը տակից սենց կարմիր գծեր չի քաշում, ժամանակին սենց տակից կարմիր գծեր քաշում ու պահում ենք վրան ինք ասում էր ախպեր չես կարա ես ինչ ես անում լեք փոխենք const գրենք։ Գուցե const-ի ժամանակ այդ գիծը քաշի։ Չէ, տարօրինակ է, որ VS Code-ը այդ խնդիրը չի տալիս։ Ամեն դեպքում let-ով մենք նույն բանը չենք կարող անենք։ Այսինքն եթե մենք գրել ենք let hello, էլ մենք չենք կարող նույն scope-ի մեջ ստեղծենք երկրորդ նույն անունով փոփոխականը։ Հասկացաք։ Դա լավ է։ Let-ը եւ const-ը իրանք block scope են։ Ոչ միայն block scope, նաեւ այնտեղ կա function scope, դրանց էլ են ենթարկվում, բայց մենք դեռևս խոսում ենք block scope-ի մասին։ Հասկացանք։ Այսինքն var-ը ուներ 3 հիմնական խնդիր։ Ինքը դուրս էր գալիս scope-ի մեջից 1, երկրորդ ինքը գոյություն ուներ մինչև իր ստեղծվելը, այսինքն մենք իրան ստեղծում էինք ներքևում կանչում էինք, то есть օգտագործում էինք վերևում error չէինք ստանում։ Երրորդ մենք կարայինք var-ով ինչքան ուզում էինք նույն անուններով ստեղծեինք փոփոխական, ինչը լուրջ չի, ինչը շատ դաժան է, տխուր է։ Okay, հուսով եմ հասկացաք, թե մենք ինչու այլևս չենք օգտագործում ոչ global փոփոխականներ, ոչ էլ var։ Իդեպ var-ի վրա մի հատ էլ խնդիր կա, բայց չեմ ուզում այդ խնդրի մասին խոսանք, դա մի քիչ շատ հին խնդիր է կարճ ասած, որը հիմա էական չի։ Հասանք մենք ES6, հասանք նոր թվականներ ու սկսենք let-ից ու const-ից։ Նախ նկարենք մեր block scope-ը, то есть երկու հատ խոճուճ բաղգծեր, ստեղծում ենք let ID-ին հավասար է 5։ Console-ով ID ենք անում, տեսնում ենք ID is not defined, այսինքն սա մեր scope-ն է, էսի մեր scope-ն է, տեսեք scope-ը փակում եմ, կորում է late ID-ին, դուք տեսնում եք ստեղ late ID, ես չեմ տեսնում, այսենց աշխատում scope-ը, մենք ունենք scope, որտեղ ստեղծել ենք late ID-ին հավասար է 5 ու ace ID-ին չի տեսնում, որտև ace console log-ը արված է scope-ից դուրս։ Եթե console log-ը մենք բարձրացնենք դնենք scope-ի ներսում, բնականաբար մենք այդ 5-ը կտեսնենք, որտև մենք աշխատում ենք նույն scope-ի մեջ։ Բայց եթե այդ console log-ը նույն scope-ի մեջ չի, ուրեմն իրանք իար չեն տեսնում։ Իրանք տարբեր գնացքների մեջ են, իրանք տարբեր բաների մեջ են կարճ ասած, ու իրանք իար չեն տեսնում։ Նույն const-ով կստացի։ ID is not defined, այսինքն ID-ին չկա, հայտնաբերված չի, գոյություն չունի։ Եթե console-ը գտանում ենք ներս, ինքը աշխատում է։ Block scope-ի պահը հասկացանք, այսինքն let-ը եւ const-ը իրանք block scope-ային են։ Բայց դուրս գալ չեն կարող, բայց չի նշանակում չեն կարող մտնել ներս։ Նայեք ինչ կանենք մենք անենք։ Կարանք ստեղծենք let ID-ին հավասար է 5 կամ ստե արդեն մաթեմատիկա չենք անում։
let հայտարարում ենք let-ով id փոփոխական, որին վերագրում ենք 5, եւ ասում ենք id-ին 6 է։ Ուստեղ console-ը ենք անում id-ին եւ տեսնում ենք 6։ Ինչը նշանակում։ Նշանակում է, որ let-ը եւ const-ը չեն կարողանում դուրս գալ scope-ի մեջից, բայց կարողանում են մտնել scope-ի մեջ միայն իրանց ծնող scope-ի մեջից։ Այսինքն, եթե ես հիմա մի հատ մեծ scope սարքեմ, այստեղ գցեմ մեջը, մի օպա, ես ինչ եմ գրում, ինքը կաշխատի։ Եթե console log-ը հանենք, ինքը չի աշխատի։ Ինքը կասի ախպեր, չգիտեմ ID-ն ինչ է, որտեվ console log-ը գտնում այս երկու scope-երից դուրս։ Այսինքն ոնց հասկանում եք, մենք ունենք մի հատ մեծ global scope, այս մեծ global scope-ը պատկերացրեք մեր ամբողջ main.js ֆայլն է։ Այս let ID-ն, որը վերագրվում է 5, ստեղծվում է ստեղ ինքը կարա փոխվի, որովհետև let-ը եւ const-ը ունեն հնարավորություն իրենց ծնող scope-ի ներսում ներթափանցել ներքին scope-երի մեջ։ Այսինքն ինչ ասում ներթափանցել, նշանակում որ ստեղ եթե էլի scope ստեղծեմ, էլի scope ստեղծեմ, էլի scope ստեղծեմ, էլի scope ստեղծեմ, մենք այդ 6-ը կտեսնենք։ Այդ console-ը մաքրենք, դες տերմինալը մաքրենք, նորից տպենք, որպեսզի համոզվենք, որ մենք տեսնում ենք այդ 6-ը, շատ լավ։ Հիմա նայեք այստեղ ինչա կատարվում։ Այս ID-ին ստեղծվել է այս scope-ի մեջ։ Սա մեր global scope-ն է։ Հիմա այս global scope-ի մեջ ուզում եմ միլիոնած scope-եր լինեն։ Այս ID-ին կարա ներթափանցի ստեղել, ու վերջում console log լինի այստեղ։ Այս console log-ը կարա աշխատի ստեղ, նույն scope-ի մեջ է, այսինքն global scope-ի մեջ որտեղ ուզում է աշխատի։ Ստեղ էլ կարա աշխատի, ստեղ էլ կարա աշխատի, ստեղ էլ կարա աշխատի, դե այստեղ կարա ու կարա աշխատի։ Սա հասկացանք։ Սակայն այս նույնը const-ով չեն կարող անել։ Ինչու։ Որտեվ const-ի արժեքը չփոփոխվող է, այսինքն մենք չենք կարող գրենք օրինակ const name-ը հավասար է Alex, ստեղ ասենք name-ը հավասար է Joe։ Console-ը գանենք name-ը կստանանք խնդիր։ Ինքը կասի ախպեր stop, ստե ուրիշ խնդիր ենք մենք տեսնում, արդեն type error է։ Այս դասի ընթացքում մենք 3 հատ error ենք տեսել։ Ուշադրություն դարձրեք։ Reference error, հղումային error, syntax error, գրելաձևի error եւ արդեն type error, տիպի error-ը ձեր մոտ։ Ասում է assignment to constant variable։ Կարծես ասում է դու չես կարող constant variable-ի արժեքը փոխել։ Թարգմանում ենք, մտնում ենք translate, գրում ենք այսի, մտնում ենք հայերեն եւ տեսնում ենք վերագրում հաստատուն փոփոխականի։ Կարծես եթե մի բանը հաստատուն է, մաթեմատիկայում էլ այդպես։ Եթե մի բանը հաստատուն է, ինքը հաստատուն է, մենք այն չեն կարող փոխել։ Իդեպ JavaScript-ում մի փոքր ստեղ կա որոշակի խնդիր։ Const-երը միայն այն դեպքում են const, երբ որ աշխատում են պրիմիտիվ արժեքների դեպքում։ Մնացած դեպքերում, երբ որ մենք const-ին տալիս ենք ոչ պրիմիտիվ արժեք, այլ reference արժեք, մենք reference արժեքի մեջերը կարողանում ենք փոխել։ Դրա մասին խոսենք հետո, բայց հիշեք, որ const-ը ստեղ պրիմիտիվների վրա իդեալական աշխատում է։ Reference-ների վրա մենք reference-ը չենք կարող փոխել, բայց reference-ի ներսը կարող ենք փոխել։ Դա նայենք, երբ որ կհասնենք reference-ներին։ Բալավ, եթե const-ը մենք ստեղծում ենք դրսում ու իրականում ինքը կարողանում է մտնի ստեղ։ Եկեք օրինակ ստեղ ստեղծենք ուզում եմ մի հատ բան ստեղծեմ։ Օրինակ
եկեք ստեղծենք ID ID-ն թող լինի 15 ինքը թիվը մենք այս string-ի մեջ չենք գնում get ստորակետ այս get ստորակետների մասն ենք խոսելու ստեղ ես գրում հետևյալը ուստը գրում ենք late բան ասենք օրինակ ինչ տնենք profile-ը դատարկ string-ը մենք կարող ենք դատարկ string տանք ուստի ասում ենք profile հավասար է գրում ենք շնիկ John Smith plus ID plus նշանակում է կանկատինացիա concatenation JavaScript-ում Պլյուսով մենք մի քանի բան ենք կարողանում անենք մաթեմատիկական գումարում ենք կարողանում անենք string-ները կարողանում ենք concatenation անել իրար array-ները կամ list-երը կարողանում ենք concatenation անել իրար եւ այլն հիմա մեր խնդիրը չի մեր խնդիրը այն է որ մենք հասկանանք թե որ դեպքում մենք const-ը իջացնում ներքև մենք const-ը իջացնում ենք ներքև միայն այն դեպքում երբ որ իր արժեքը մեզ պետք է John Smith 15 այսինքն John Smith plus ID Իդեպ սրա նոր սինտաքսն է կա մենք խոսալու ենք դրա մասին կոչվում է template literal բացում ենք գրում ենք John Smith $ID ծաջնում ենք սենց ավելի կարճ է բայց սրա մասին մենք խոսալու ենք մի քանի դասից John Smith 15 Իդեպ ստեղ այս բաները հանում ենք որ ստանանք նույնը John Smith 15 Okay Այսինքն ինչպես հասկանում եք const-ը ու let-ը եթե ստեղծվում են scope-ի մեջ scope-ից դուրս չեն կարողանում գալ բայց եթե ստեղծվում են global scope-ում Իդեպ սա մեր global scope-ն է, այդպես կարանք նայենք, կամ կարող ենք ուղղակի մենք ինքներս մեր համար մի հատ global scope հորինել, ապա այս const-ի արժեքը կիչնի ներքև, profile-ի արժեքը կիչնի ներքև, մենք ստե կարանք մաթեմատիկական ինչ-որ օրինակ գրենք n1, n2 ու մաթեմատիկական գործողություններ կատարենք, օրինակ չգիտեմ, թոսայ լինի const, ու ստե գրենք let result by default 0 է եւ կարանք ասենք հետեւյալը result-ին վերագրում ենք n1-ը անգամ n2-ով այս մաթեմատիկական օպերատորներն ենք անցնելու console-ով ենք անում res-ը եւ արդյունքում տեսնում ենք 15 անգամ 32 ստանում ենք 480 Okay Սա ինչ վերաբերում է փոփոխականներին, այսինքն, եթե իմի ենք բերում այս ինֆորմացիան, JavaScript-ում մենք ունենք 4 փոփոխական, որից օգտագործում ենք 2-ը։ Առաջինը global-ն է, global-ը չարիք է, ինքը block scope-ին չի ենթարկվում։ Ինքը իրանից կարողանում ենք լիքը ստանալ։ Ու ինքը ունի լիքը խնդիրներ։ Դա տենց։ Երկրորդը var-ն է։ Var-ը չի ենթարկվում block scope-ին։ Var-ը գոյություն ունի մինչև իր ստեղծվելը։ Var-ից կարողանում ենք մի քանի անգամ ստեղծել, հա? Ու այդքանը։ Սենց։ Հիմա նաև, կստати, եթե մենք հիմա փորձենք ustrict-ը անջատենք, իդեպ var-ը ustrict-ի ժամանակ աշխատում է, դա հիշեք։ Console-ով ենք անում x-ը, եւ ստա գրում ենք x-ը հավասար է 10, աշխատացնում ենք, ստանում ենք error։ Այսինքն global փոփոխականների ժամանակ ustrict-ը թեկուզ անջատած global-ը var-ի սխալը չի անում։ Այսինքն եթե սա դեմից տնենք var, մենք կստանանք undefined։ Այսի հիշեք։ Ստանում ենք undefined։ Հանում ենք var-ը, ստանում ենք որ x չկա։
Այսինքն նույնիսկ գլոբալն է հասկանում, որ ինքը ինչքան էլ գլոբալ լինի, չի կարա ստեղծվի ներքևում, օգտագործվի վերևում, իսկ վառը ոչ։ Էսի հիշեք, էսի կարևոր ինֆորմացիա է։ Այսուհետ մենք օգտագործելու ենք միշտ let եւ միշտ const, մոռանալու ենք գլոբալի մասին եւ մոռանալու ենք վառի մասին։ Ինչու ձեզ ցույց տվեցի գլոբալի եւ վառը, որովհետեւ գուցե դուք ապագայում ինչ-որ հին սկրիպտներ հանդիպեք Stack Overflow-ում կամ ինչ-որ GitHub-ում կամ ինչ-որ մեկի պրոյեկտներում, որտեղ որ կտեսնեք վառով հայտարարված փոփոխականներ։ Դրանք բոլորը հին կոդեր են։ Հիմա սա թողում ենք ստեղ, որ ձեր աշկարաշ լինի, ասենք առաջ։ Աշխատեք մշտապես օգտագործել const։ Որ դեպքում ենք օգտագործում let։ Երբ որ մենք թեկուզ 1%-ով վստահ ենք, որ իր արժեքը փոխվելու։ Այսինքն, եթե մենք հիմա գրենք let name-ը հավասար է Alex, հիմա կարող ասենք name-ը հավասար է John։ Console-ին կանում name-ը եւ տեսնում ենք, որ ինքը դարձել է John։ Այսինքն, let-ը թույլ է տալիս իր մեջ ինչ արժեք դրել ենք, հետո փոխենք, վերագրենք, ուրիշ արժեք տանք։ Իսկ const-ը ոչ։ Const-ը գրել ես Alex, մնում է Alex։ Ինչու եմ ես ասում, որ ավելավ է բոլոր տեղերում ու գրեթե բոլոր տեղերում օգտագործեք const, որտեղ երբ որ ծրագրավորողները ձեր կոդը կարդում են, ու իրենք տեսնում են, որ դա հայտարարված է const-ով, իրանք արդեն հասկանում են, որ դրա արժեքը հաստատ ոչ միտեղ չի փոխվել ու չեն ընկնում ձեր 100,000-ավոր տողերի մեջ ման գալիս թե ինչա փոխվել։ Իսկ երբ որ մենք let-ով ենք գրում, մենք ասում ենք, որ գիտես ինչ կա, եղբայր ջան, գուցե եւ սրա արժեքը մենք փոխել ենք։ Ու եթե ինչ-որ ծրագրավորող ընկնի ման գա, բալավ, եթե name-ը էսեր, բա ուրիշ տեղ ինչա name-ը ու չգտնի փոխված տարբերակ, ինքը կմտածի, որ մենք անգրագետ ծրագրավորող ենք։ Որովհետև եթե մենք չէինք փոխելու այս փոփոխականի արժեքը, խի ենք let-ով հայտարարել, հենա կհայտարարեինք const-ով եւ բոլորը կլինեին ուրախ, բոլորը կլինեին երջանիկ։ Սա այսպես։ Փակեցինք 4 փոփոխականների թեման, անցանք առաջ։ Ինչ անուններ կարող ենք տալ փոփոխականներին։ Ընդհանրապես գոյություն ունի ծրագրավորման մեջ 4 հիմնական գրելաձև։ Առաջինը դա camel case-ն է։ Camel case։ Երբ որ ամեն երկրորդ բառի առաջի տառը մեծատառ է։ Իդեպ սա ուխտի սապատ է կոչվում, քիչ հետո կփորձեմ նկարել։ Երրորդը կոչվում է Pascal case։ Pascal case։ Սա երբ որ առաջի բառի առաջի տառից սկսած երկրորդ բառի ու հաջորդիվ բոլոր տառերի երկրորդ բառերի առաջի տառերը մեծատառեր են։ Երրորդը կոչվում է snake case։ Snake case, այսինքն օձային գրելաձև։ Սա երբ որ բառերը իրարից տարանջատվում են տակի գծիկով։ Սա հիմնականում Python-ում է ահավոր շատ օգտագործվում, այն որ real Python-ում բոլորը օգտագործում են snake case։ Եթե դուք մտնեք JavaScript ինչ-որ մեկի գրած կոդը ու տեսնեք, որ ինքը օգտագործել է snake case-էր, դուք մտածեք, դուք sense մի 99%-ով վստահ եղեք, որ ինքը եկել է Python-ով։ Չորրորդը կոչվում է չխնդակ kebab, այսինքն kebab case։ Kebab case։ Ուրեմն, kebab case-ը JavaScript-ում օգտագործվում է, բայց մենք պետքա դրա համար օգտագործենք հատուկ npm package kebab case-ի համար, որպեսզի մենք կարողանանք JavaScript-ում օգտագործենք kebab case-ին, այդքան էլ հայտնի չի, շաբաթական այդպես 20,000-ից 10,000-ից 20,000 մարդ է օգտագործում իրականում, բայց օրինակ ամբողջ CSS-ը kebab case է։ Եկեք համոզվենք։ Գրում ենք style CSS եւ գրում ենք հետեւյալը, օրինակ body-ին
տալիս ենք background color, տեսեք, background գծիկ color, խայ կոչում kebab case, սա մսեր են, սա առաջի միսն է, սա շամփուրն է, սա երկրորդ միսը, կամ եք երկար բան մտածենք, օրինակ, border left color, օրինակ red, սա ավելի երկար է, չէ, սա շամփուրն է, այս գծերը շամփուրներն են, սրանք էլ վրի միս, բանջարեղ են, բան, դες kebab-ի այդ խորովածի սիտուացիան է, նույնն էլ HTML-ում է, թե մենք հիմա ստեղծենք ինչ-որ HTML, attribute-ների մեծ մասը օգտագործում են, այսպես ասած, kebab case, օրինակ device, width, initial, scale, դեղ էլ ինչ կար, օրինակ մենք գրում ենք բան, data, hello, hello, տեսեք, data gets hello, կամ օրինակ, aria, так, aria, title, կամ aria, multi-title, red, ինչ-որ նմանատիպ մի բան, Մետ միասնենք զատկեն աննստեց, okay, այսքան այս kebab case-երը իրանք հիմնականում օգտագործվում են HTML-ում, CSS-ում, օգտագործում են ֆայլերի անուններ ստեղծելիս, օրինակ չգիտեմ, my awesome URL shorter get Python, տեսեք, այսքան նաև ֆայլային համակարգեր ստեղծելիս են kebab case-եր օգտագործում, okay, հանցենք առաջ, ստեղ կարևորը այն է, սա comment save անենք փակենք, ստեղ կարևորը այն է, որ դուք հիշեք, որ JavaScript-ում օգտագործվում է Pascal case և camel case, Pascal case և camel case, փոփոխականների սա այսքան ոնց կարանք փոփոխականները ստեղծենք, ինչ styling-ով, այսքան variable styling, okay, так, խեյֆենս միացավ styling, okay, բա ինչ անուններ կարանք տանք, variable names, ուրեմն, փոփոխականի անունը չի կարա սկսի թվով, Եք գրենք օրինակ չգիտեմ, my first name, Samuel, իմանանք ստատ կարևոր բան, JavaScript-ում ու ոչ միայն JavaScript-ում կան շատ ծրագրավորման լեզուներ, փոփոխականների անունները չի կարող սկսել թվով, ոչ մի թիվ, այսինքն չեք կարա գրեք, ընես թիվ չկա, որով կարաք սկսեք, բայց արանքներում կարան թվեր լինեն, արանքներում, չգիտեմ, վերջում, թվեր կարան լինեն, բայց փոփոխականը չի կարող սկսվել թվով, դա օրենք 1, այսինքն, minus number, գրենք, որ իշենք ինչ-որ չի կարող սկսվել, չի կարող սկսվել space սիմվոլներով, բացառությամբ, տակի գծիկ, և դոլարի նշան, այսինքն, չեն կարող սկսել այս սիմվոլով, չեն կարող սկսել սրանով, չեն կարող սկսել ըթի նշանով, չեն կարող սկսել վանդականիշի նշանով, չեն կարող սկսել տոկոսի նշանով, չեն կարող սկսել այս նշանով, չենք կարող սկսել ընդի նշանով, չենք կարող սկսել աստղանիշի նշանով, չենք կարող սկսել փակագծի նշանով, չենք կարող սկսել փակագծի նշանով, չենք կարող սկսել մինուսով, չենք կարող սկսել պլյուսով, չենք կարող սկսել հավասարումով, ինչով կարող ենք սկսել, միայն տակի գծիկով և միայն դոլարի նշանով, так, ուրա դոլարի նշանը, так, գրում ենք only, տակի գծիկ և դոլարի նշան, սիմվոլներից, հասկանալ էր, շատ տարիներ առաջ մենք
երբ որ տակի գծիկով էինք փոփոխականը հայտարարում, մենք ասում էինք, որ ինքը տիպը constant է։ Մենք իրան երևույթ չունենք փոխել, նաև շատ տարիներ առաջ մենք սա գրում ենք մեծատառով, չգիտեմ։ My first name։ Սա նշանակում է, որ ինքը տենց constant է ու կարճ ասած իրան պետք չի կպնել, իրան պետք չի օգտագործել եւ այլն, նաեւ իրան օգտագործում էինք որպես private հասկացողություն։ Մենք դա կծանոթանանք, երբ որ կհասնենք JavaScript-ի OOP-ին, բայց private, public նմանատիպ բաներ կան ծրագրավորման լեզուներում։ Սա ուղղակի նշան է։ Այսինքն սա ոչնչից չի պաշտպանում։ Մենք կարող ենք շատ հանգիստ սրանը փոխել, դնել Tom եւ console-ով գնել my first name-ը եւ ստանալ Tom։ Ու մեզ նախազգուշացում էլ չի գա ախպեր, ես ինչ արեցի դու տակի գծիկը, սա պրոստը չգրված օրենք է, տենց ներքին կոնվենցիա է համարվում։ Python-ում եկա, կստացի սրանից, չգիտեմ մենք Python կուրսին կհասնենք թե ոչ, բոլոր դասերի շարունակությունը կախված է միայն ձեր ակտիվությունից, այսքան լիքը լայքեր, լիքը դիտումներ, լիքը կոմենտներ, դա ինձ ոչինչ չի տալիս բացառությամբ այն, որ ես դրանից ոգևորվում եմ, դա ինձ ստիմուլ է տալիս, որպեսզի շարունակեմ, որտեղ եթե տեսնեմ, որ դասերը չեն նայում, լայքեր չեն դնում, կոմենտներ չեն գրում, նշանակում է մարդկանց հետաքրքիր չի։ Իսկ հիմա ամենաթանկ բանը մարդու համար դա ժամանակն է։ Ես բավականին մեծ ժամանակ եմ ծախսում դասերը ձայնագրելու վրա, ու դրա համար, եթե դուք ակտիվությունը պահեք մաքսիմալ ամենաբարձրի վրա, հավատացեք, մենք JavaScript-ն էլ կավարտենք, TypeScript-ն էլ կավարտենք, React-ն էլ կավարտենք, Redux-ն էլ կավարտենք, Python-ն էլ կավարտենք, կարող է նույնիսկ հասնենք Java-էլ, C#-էլ, Go-էլ, ես լիքը պլաններ ունեմ YouTube-ի հետ, բայց իմ բոլոր պլանները կախված են միայն ձեր ակտիվությունից, բաժանորդագրություններ, լայքեր, կոմենտներ, տարածումներ ու նմանատիպ բաներ։ Okay, գովազդային ընդմիջումը ավարտվեց։ Անցանք առաջ, ոնց հասկացաք JavaScript-ում մենք գրում ենք camel case և Pascal case։ Pascal case-ը օգտագործում ենք երկու տարբերակում, կլասների հետ, my first class, թե ինչը կլասը մենք ապագայում կանցնենք բնականաբար, սա տենց OOP-ի բանալին է կարելի ասել, և երբ որ ստեղծում էինք function կոնստրուկտորներ, my second class, իդեպ կարող զարմանաք, մինչև ES6-ը մենք կլաս չենք ունեցել JavaScript-ում ու մենք OOP-ն գրում էինք ֆունկցիաների մեջ։ Դրանք ես ցույց կտամ, թե ոնց էինք նախկինում ստեղծում OOP-ն, ոնց եք հիմա ստեղծում OOP-ը, բայց դրան դեռ շատ կա։ Այսի սենց։ Հիմա ինչպիսի անուններ տալ փոփոխականների։ Բնականաբար X-ը, չգիտեմ, Y-ը, Z-ը, G-ն եւ այլն, սրանք անուններ չեն։ Դուք ամիսներ հետո, շաբաթներ հետո, երբ որ բացեք ձեր կոդը ու կարդաք, դուք չեք հասկանա, բայց ես խեմ X դրել այս անունին։ Ինչի համար եմ X դրել։ Որն է դրա իմաստը։ Հասկանում եք։ Պետք է այնց անուն տակ, որ այդ անունը բառացիորեն, երբ որ կարդաք, full հասկանաք ինչի հետ եք։ Օրինակ, const first name։ Ես իմ տվյալներն եմ գրում, Samuel, const last name, Հայրապետյան, const nickname, Sami, const չգիտեմ, age 33, ես չեմ ուզում միայն օգտագործեմ string եւ բան, number-ը։ Էլ ինչ գրենք, const
is from Armenia. True. Այսքան արդյոք Հայաստանից է։ Այո։ Const is programmer. True. Const is Вообще boolean փոփոխականներ ստեղծելիս մենք is-ով ենք միշտ սկսում ենք հարց ենք տալիս։ Չգիտեմ, Հայաստանից ես, ամուսնացած ես, սիրում ես, չես սիրում, կարողանում ես, չես կարողանում ու նմանատիպ տարբեր բաներ։ Is billionaire միլիարդատեր կամ միլիոնատեր is millionaire false միլիոնատեր չեմ հա false Ինչ կարանք գրենք the number կան բանով գրենք const օրինակ car մեքենա չունեմ null ավտո չկա const ինչը սահմանված չի օրինակ սահմանված չի lessons count undefined չգիտեմ ես նախապես դասերը չեմ կազմել պլանավորած ունեմ սխեմա վարը չեմ գնում չգիտեմ քանի դաս կլինի okay այսինքն մենք string-ը օգտագործեցինք number-ը օգտագործեցինք boolean-ները օգտագործեցինք null-ը օգտագործեցինք undefined-ը օգտագործեցինք begin-ը մեկը symbol-ը առանձին օգտագործենք իսկ մնացած այդ object array զանգված եւ ֆունկցիա արդեն մնացած դասերին հիմա ինչպես հասկանում եք ես փոփոխականների անունները սկսում եմ անգլերենով ինչու անգլերենով կարամ օրինակ գրեմ հայերեն հայխի չեմ կարա ռուսերեն ինչու չեմ կարամ եկեք հայերեն գրենք const արդյոք ինչ գրեմ արդեն մտքովս բան չի անցնում Եք մտածենք Так աչքերի գույնը Դե իմ աչքերի գույնը խառը կանաչ շագանակագույն կախված եղանակից եւ մտությունից Okay Հիմա եկեք փորձենք կոնսոլը գանենք այս աչքերի գույնը փոփոխական է Խնդրեմ խառը կանաչ ականագույն կախված եղանակից եւ մտությունից Այսինքն բավարար եթե մենք կարանք հայերենով գրենք կոդերը խի ենք անգլերենով գրում Այստեղ երկու պատճառ կա առաջի ծրագրավորման միջազգային լեզուն դա անգլերենն է դա միշտ հիշեք եւ երկրորդ մենք չգիտենք թե մեզանից հետո մեր կոդը ով է support անելու ով այդ պրոյեկտը շարունակելու ընդհանրապես ինչ ազգի ծրագրավորողների հետ ենք աշխատելու Պետք է այդ ոնց որ կանոնը պահենք կապ չունի մենք որ ազգից ենք հայ ենք վրացի ենք ռուս ենք ուկրաինացի ենք ֆրանսիացի ենք գերմանացի ենք թե չգիտեմ հնդիկ ենք ճապոնացի ենք մենք գրում ենք անգլերեն որպեսզի բոլորս հասկանանք թե ինչ ենք գրել ինչի մասին ենք գրել հասկացաք բայց չէ՞ որ դուք կարեք ձեր փոփոխականի անունը հայերեն է գրեք ճապոներեն է գրեք չինարեն է գրեք բայց դա արդեն ինքներդ եք հասկանում թե ինչ խնդրի կարա բերի Սա այսպես Սա ջնջանք Խնդրեմ Այսինքն մենք ինչ հասկացանք այս դասից հասկացանք որ մենք ունենք 4 փոփոխական global var
Global-ը չենք օգտագործում, որտեղ ինքը չարիք է, var-ը չենք օգտագործում, որտեղ ինքը լիքը բագեր ունի։ Ես 6-ից սկսած մենք ունենք let եւ const, իրանք block scope են։ Scope-ից դուրս չեն կարողանում գալ, սակայն scope-ի մեջ կարողանում են մտնել ու արժեք փոխանցել, դա շատ կարևոր է։ Որից հետո մենք հասկացանք, որ պետքա գրեթե բոլոր տեղերում օգտագործենք const, օգտագործում ենք let միայն այն դեպքում, երբ որ մենք վստահ ենք, որ արժեքը փոխվելու է։ Հետո հասկացանք ինչ variable styling-ներ կան, այսինքն ինչ փոփոխականի style-եր կան։ Աշխարհում շատ style-եր կան variable-ի, բայց 4-ը ամենահայտնին են։ Camel case-ը դա ուխտի սապատն է, Pascal case-ը, snake case-ը, kebab case-ը։ Եթե մենք search անենք, գրենք camel case, так, camel case։ Նայենք նկարները։ Տեսնում եք ինքը ոնց որ այս բանից է եկել, էլի ուխտի սապատից է եկել camel case-ը։ Դեպստե կա նկարները։ Camel case, kebab case, snake case, ստեկա lower case, որ սա փոքրատար է գրվում, mixed case, որ մեծատար փոքրատար, մեծատար փոքրատար, մեծատար փոքրատար, upper case, որ սա մեծատար է գրվում, case-եր շատ կան ժողովուրդ։ Բայց հիշեք, որ այս միջազգային այս 4-ն է։ Camel case, Pascal case, սա օգտագործվում է Python-ում։ Հիմնականում դա գրվում է Py կողքը, սա հիմնականում Python-ում օգտագործվում։ Եվ սա էլ kebab case։ Սա sense։ Նաև ժողովուրդ, այս դասից հետո ես որոշել եմ ավելացնել մի հատ Telegram խումբ բոլորի համար, որպեսզի ովքեր որ այս դասերը անցնելու են, իրանք միանան այդ բանին, գրուպին, հա։ Так. Որի հղումը կդնեմ նաև այս դասի ու նախորդ երկու դասերի նկարագրության բաժնում։ Ես ինչի դա արեցի, որտեղ ես հասկացա, որ այս թեմաները պետքա սկրին անել եւ պահել, որպեսզի դուք սկրիներով տեսնեք, հա, ձեր մոտ մնա, որտեղ ես ամեն դասի կոդը ջնջում եմ, դուք սկրինով այդ ամեն ինչը ունենաք։ Okay։ Ես հիմա սա սկրին կանեմ, բայց ես կօգտագործեմ light shot-ը սկրինի համար։ Մենք նաև usestrict-ի մասին խոսացինք։ Так, սա թող լինի 1։ Ես ինչ որտեղ սկիներ, չտեսա ճիշտն ասած։ Ռաբոչի ստոլ։ Մինչև variable style, variable names։ Եվ մտալ sense screen անենք։ Երկու։ Այդտեղ կլինի screenshot-երի բաժին, դուք այդ screenshot-երի բաժնում կտեսնեք գրուպը լինելու է թաբերով, այսինքն դա հարց ու պատասխանների թաբ, շփում եւ այլն, բայց կխնդրեմ հարցերը հիմնականում գրել YouTube-ի դասերի տակ, որպեսզի YouTube-ը ավելի առաջ գնա, որտեղ ես կարդացել եմ, որ կա այդպիսի ալգորիթմ, որ ինչքան շատ են դնում լայքեր, ինչքան շատ են դնում կոմենտներ, բաժանորդագրություններ, ինչքան երկար են նայում դասը ու շեյր են անում, այդքան ալիքը ավելի առաջ է գնում։ Ես ուզում եմ իմ YouTube-ի ալիքը դարձնեմ այն ալիքը, որտեղ որ բոլորը անկախ սերից եւ տարիքից կկարողանան անվճար ծրագրավորում սովորեն, ինչպես գիտեք, ես 2017 թվականից անվճար ծրագրավորման դասեր եմ տալիս։ Հիմա ամբողջությամբ full տեղափոխվել եմ on-line ու փորձում եմ այդ տենդենսը շարունակեմ ու ով ցանկանում է իրապես դառնալ լավ ծրագրավորող, փորձում եմ իմ գիտելիքները կիսվեմ մարդկանց հետ։ Դե, այսքան է դասի համար, անպայման բաժանորդագրվեք ալիքին, չմոռանաք, նայեք դասերը, դրեք լայքերը, բոլոր դասերի, так, այս վիդեո կովազդան ջտենք, բոլոր դասերի ներքևում կարող եք գտնել, ուրեմն ալիքին եւ ինձ դրամային աջակցություն ցույց տալու տարբերակները,
կա Idram, կա բանկային քարտ, կա Patreon, կա եթե ուզում եք ուղարկեք TRC20, այսինքն բան կարծես TRC20 այդ է կոչվում USDT իմ Facebook-ը կա, իմ Telegram ալիքը կա, որը կարող եք բացել եւ միանալ իմ Telegram-ն ալիքին, կա հայկական դտա համենք Telegram-ն chat-ը, որտեղ կան լիքը եւ սկսնակ եւ արդեն փորձառու ծրագրավորողներ կարող եք միանալ շփվել, ընկերները ձեռք բերել։ Patreon-ում ընդհանրապես կարող եք ամսական 2 կամ $6 գումար փոխանցել։ $2 ընդհանուր thank you Sami, այսինքն ինչ որ ես անում եմ դրա համար շնորհակալություն, եւ $6 դա ACE դասերի համար է, այսինքն YouTube-ի զարգացման ու ընդհանուր այդ դասերի համար է նախատեսված։ Ընդհանրապես $6-ը, դա ես ինչ գումար չի, որ կարող եք միանալ ու ամեն ամիս փոխանցել $6, դա ինձ բավականին հաճելի կլինի։ Նաև ստեղ եթե մտնեք իմ ալիք, մտնեք կուրսի, ստեղ կտեսնեք JavaScript, ուրեմն կուրսը առանձին, որտեղ արդեն 2 դաս կա։ Շուտով սա կլինի 3-րդը, հետո 4-րդը, 5-րդը, այսինքն ձեր լայքերից, ձեր կոմենտներից, ձեր ակտիվությունից է դասերի արդյունավետությունը ապահովում, այսպես ասած։ Հենց ես հասկանամ, որ այլ մարդկանց հետաքրքիր չի ու ես անիմաստ ժամանակ եմ կորցնում, ես այս ամեն ինչը միանգամից կդադարեցնեմ։ Շնորհակալություն, լավ եղեք, բոլորս անփորձանք, շարից փորձանքից հեռու, Աստված բոլորիս հետ։ Լավ եղեք, հաջողություն։